Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում կարևորի մասին ոդքասթն է, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Մենք շարունակում ենք մեր նոր նախագիծը, այսօր երկրորդ մեր ոդքասթն է, որը նվիրված է առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներին, մեր հայ ժողովրդի, հենց հայ ժողովրդի դերակատարման այդ պատերազմում ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, մենք փորձում ենք կորտրել տասնամյակներ ունեցող տասնամյակների ժամանակ զարգացող միֆեր եւ կարծրատիպեր եւ այս հարցում ինձ օգնում են ինձ հյուրերը, մասնագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, այսօր մեր հյուրն է քաղաքագետ Արսեն Նազարյան։ Ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում։ Առաջի հարցը այսպիսին է։ Նախ փորձենք շարունակել մեր զրույցը, որ սահուն լինի, հա, անցումը։ Հիմա այսպիսի մի հարց։ Առաջին եւ երկրորդ համաշխարհայինների միջև դուք տեսնում եք կապ։ Արդյոք առաջին համաշխարհայինը ստեղծել է հիմքեր, ստեղծել է ֆունդամենտ, այսպես ասեմ, ինչ որ առումով հասկանալի է, որ պատճառները շատ են, որը որ իրավիճակային է եղել եւ բերել է նաեւ ինչ որ առումով երկրորդ համաշխարհայինին, խնդրեմ։ Ընդհանուր առմամբ, եթե մենք գլոբալ առումով դիտարկում ենք տվել հարցի իմաստը, հա, տեսական, քաղաքագիտական ու պատմական տիրույթով, պետք է ասենք, որ կապ ունի այնքան, որքան որ դա շարունակական process էր, գաղափարների, տնտեսական, քաղաքական, նաև մտածողական։ Շտայները մի հետաքրքիր աշխատություն ունի, սոցիալական հարցի էությունը, որտեղ անդրադառնում է երկրորդ առաջին համաշխարհային պատերազմի ավարտի կրած Գերմանիայի պարտությունը, ու դա իր հարցադրումով, իր աշխատության հարցադրումով մեծ անդրադարձ է կատարում այն խնդրին, թե ինչ տեղի ունեցավ, ինչի համար պարտություն կրեց Գերմանիան ու ինչ սոցիալական խնդիրների հետո կարող է նա նորից հզորանա։ Օրինակ առաջնային խնդիրը, որ նա դնում էր այդ աշխատության մեջ, դա այն դժբախտությունն էր, որը պետք է ծներ խոհեմություն, եւ այդ խոհեմությունն էր, որ կարող էր զարգացնել հասարակական տարբեր շրջանակներում եւ կարողանար ավելի կայունացնել այդ ամենը։ Իսկ քաղաքագիտական տեսանկյունից, դա հասարակագիտական տեսանկյունից, իսկ քաղաքագիտական տեսանկյունից կապ ուներ այնքանով, որ վերաձևավորվեց մի աշխարհակարգ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, որը որոշակի խնդիրներ էր առաջացնում հետագայում ընդլայնելու, ընդգծվելու, տարբեր խնդիրներ լուծելու համար։ Օրինակ Գերմանիան իր իր պարտությունը չընդունեց լիարժեք, եւ դա էր նպաստում այն փաստը, որ նա փորձում էր գտնել մեղավորներին։ Եվ մեղավորները առաջին հերթին ինքնախոստովանության մեջ չէր, այլ մեղավորությունը շեշտակի դրվեց ուրիշ ազգերի մեջ, այսինքն ուրիշ ազգերն են մեղավոր, հանձինս հրեաների, որոնք որ թիրախ դարձան հենց երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Ձեր հարցադրումից ելնելով կարող ենք փաստել այն հանգամանքը, որ երկրորդ համաշխարհային պատերազմը առաջին համաշխարհային պատերազմի ոչ լիարժեք ավարտն էր։ Իսկ ինչպես ստացվեց այնպես, որ Վեյմարյան հանրապետությունը, որը ստեղծվեց կայսերական Գերմանիայի փլատակների վրա, փաստացի
չդառնալով գերմանացու համար երջանկության եւ բարեկեցության երկիր, հիմք հայտնի է ինչ իրավիճակ է եղել այնտեղ, հիպերինֆլյացիա, հա, եթե չեմ սխալվում, ժամանակ կար, երբ որ $1 մի քանի միլիարդ, հա, տրիլիոն, չգիտեմ, մարկա արժեր, մի խոսքով շահավոր վիճակ էր, ինչպես ստացվեց, որ շարքային գերմանացին վերգտավ այդ խնդիրների լուծումը հենց նացիզմի մեջ։ Ինչու հենց նացիզմ, այդ գաղափարախոսությունը ինչ հիմքեր ուներ, որ գերմանացիները այսպես գնացին այդ ճանապարհով եւ փորձեցին նացիզմի հիման վրա կառուցել այդ բարեկեցությունը։ Այդ հարցին անդրադառնալու համար նախ պիտի անդրադառնանք բուն գաղափարախոսություն ասվածին, թե ինչ է գաղափարախոսությունը, ինչ է ֆաշիզմը ու դրանից հետո ինչ է նացիզմը։ Նախ գաղափարախոսությունը մի համապարփակ խոսքը քաղաքական գաղափարախոսության մասին է, համապարփակ գաղափարների մի ամբողջություն է, որը իր մեջ ներառում է տարբեր հանգամանքներ, արժեքներ, որտեղ ընդգծվում է հստակ բարու չարու, լավի ու վատի, արժեքավորի ու անարժեքի սկզբունքայնություն, այսինքն հատկանշական փաստը այն է, որ պետք է գաղափարախոսությունը ընդգծի մարդկայնության ազգության տիպարը։ Իսկ ինչի համար էր ավելի մոտ գերմանական ազգը նացիզմին, քանի որ նացիզմը ծայրահեղ աճ գաղափարախոսություն էր եւ այդ հիմքի վրա ստեղծվեց ազգայնականություն, տարածվեց, ընդգծվեց այնպիսի փաստեր, օրինակ բերվեցին փիլիսոփայական շրջանակներում այնպիսի գաղափարախոսների աշխատություններ, որոնք միաձուլվեցին եւ ստեղծեցին մարդու համար կարևոր արժեքային համակարգ, որը հետագայում դարձավ չարիք։ Օրինակ Ժոզեֆ Գոբինոն, ֆրանսիացի սոցիոլոգ փիլիսոփա, որը հիմքի վրա է ստեղծվել նաև նացիզմն ու ֆաշիզմը, ընդգծում էր ազգերի տեսակներ, որոնք հիմնականում տարբերվում էին իրանց բնույթով, նշում էր 4 հատորանի գիրք ունի, որտեղ հստակ ընդգծում է, թե ինչպես են ազգերը բաժանվում լավի ու վատի, այնտեղ մշակույթի տիրույթում նշում է տարբեր ազգերի կարևորությունը, մշակույթ ստեղծող ազգ, մշակույթ կրող ազգ եւ մշակույթ ոչնչացող ազգ։ Մշակույթ կրող ազգի ֆենոմենով պայմանավորված գերմանական ազգը իրեն դասեց այդ շարքին։ Այսինքն նույնականացվեց տվյալ ազգը այդ գաղափարի մեջ, բացի դա ուզում եմ նշեմ նաև, որ շատ անգամ ֆաշիզմի այդ գաղափարախոսական այդ հենքի վրա շատ անգամ մեջբերվում է նաև Նիչե, Ֆրիդրիխ Նիչեի ու նույնիսկ Շոպենհաուերի անունը, որը այդքան էլ իմ կարծիքով ճիշտ չէ, քանի որ Նիչեն ավելին է, քան այդ գաղափարի տիրույթում հանդես բերվող որոշակի մտքերը, այսինքն Նիչեին օգտագործել որպես գերմարդու գաղափարը, օգտագործվեց ֆաշիստական այդ գաղափարախոսության տիրույթում, բայց դա իրականում օգտագործվում էր որպեսզի կատարեին այն ծրագրերը, այն խնդիրները, որոնց որ գաղափարախոսությունը որոշակի տիրույթում ավելի շատ պետք է ձևավորվեր։ Մեզանում եւ դա մեր սովետական դաստիարակության եւ իհարկե կրթության արգասիքն է, շատ են լինում, երբ որ մենք խառնում ենք նույնիսկ մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքագիտությամբ, պատմությամբ նույնիսկ ֆաշիզմը եւ նացիզմը։ Իտալական ֆաշիզմը խառնում են գերմանական նացիզմի հետ։ Խնդրեմ բացատրեք մեզ տարբերությունը։ Տարբերությունը իրականում ոչ այդքան միանշանակ է,
օրինակ Ռիչարդ Գիբեր անունով հեղինակ կա, Oxford Reader հեղինակ ունի մի աշխատություն, որտեղ հստակ նշում է ֆաշիզմի այդ հիմնական դրույթները։ Եթե ձեր հարցից ելնելով կարողանանք անջատել, տարորոշել այդ գաղափարները իրարից, իրականում շատ մոտ են, ընդհանուր առումով, ընդհանուր դրույթով, հիմքով մոտ են, բայց տարբերությունը նրանում է կայանում, որ նացիզմը կոնկրետ հստակեցրեց ֆաշիզմի բուն-էական կարևորությունը ազգայնականության տիրույթ։ Այսինքն հստակ բնորոշվեց նացիոնալ ազգայինի կարևորությունը ավելին, քան պետք էր։ Դա միգուցե հենց պետք էր գերմանական ժողովրդին, քանի որ նշեցի, որ մշակույթ կրելու այդ առանձնահատկությունը իրանք վերցրեցին իրանց վրա։ Այսինքն որպես ազգ այդ ժամանակահատվածում ցանկություն ունեցան, որպեսզի կարողանան հստակ իրագործել այն ծրագիրը, որ դրված էր գաղափարախոսության հիմքում։ Եվ իրանք ամեն անգամ զարգացնում էին այդ ամեն ինչը, որպեսզի իրանք նույնիսկ իրանց ցանկացած գործունեության, քաղաքական գործունեության եւ սոցիալ-տնտեսական գործունեության հիմքում կարևորում էին ազգայնական պատկանելությունը։ Ինչը չէր ասի ֆաշիստական Իտալիայի մասին, որը հստակորեն ուրիշ կերպ էր փորձում ձևավորվել այդ ամեն։ Ես գիտեմ, որ եւ 20-ականներին եւ 30-ականներին, այսինքն Վերմայյան հանրապետությունում եւ Երրորդ Ռայխում կային նաեւ կոմունիստներ եւ բավականին լուրջ դերակատարում ուներ կոմունիստական կուսակցությունը գերմանական եւ որքանով ես հասկանում եմ կարդալով տարբեր գործեր, աշխատություններ, այդ թվում նաեւ պատմական, ինչ որ առումով, դա իմ տպավորությունն է, խնդրում եմ հիմա հերքեք կամ հաստատեք, գերմանական նացիզմի կայացմանը ինչ որ առումով նպաստել է կոմունիզմը, որովհետև շարքային գերմանացին, Գերմանիայում ապրող մարդը վախեցել է, ուներ վախեր կոմունիստներից, կոմունիզմից ավելի մեծ վախեր, ոչ բոլորը իհարկե, մի մասը, քան նացիզմից։ Եվ դա բերել է մի վիճակի, երբ որ նացիզմը հաղթեց, դարձավ հիմնական քաղաքական ուժ եւ հետո նրանք ուղղակի կոմունիստներին ոչնչացրեցին։ Խնդրեմ։ Միանշանակ իրավացի եք ասեմ, այստեղ ուզում եմ մի քանի բան ավելացնեմ ձեր ասացին, որ երբ որ ձևավորվում է մի գաղափարախոսություն, ու այդ գաղափարախոսությունը տարածվում է, խոսքը կոմունիստական կուսակցության մասին է, Ռուսաստանում հեղափոխության մասին է, հոկտեմբերյան հեղափոխության մասին է, այդ ժամանակ պետք է հակադրվել, այսինքն հակադրվելու համար քեզ այնպիսի գործիքակազմ պետք, որպեսզի դու կարողանաս տվյալ պետությանը, կայսրությանը կարողանաս դիմագրավել։ Դա գաղափարական տիրույթով պիտի ամբողջությամբ հակառակը լինի։ Այսինքն այն ինչ որ մեկը մի գաղափար տարածում, դու պետք է ստեղծես քոնը, որպեսզի ամբողջությամբ չընկղվես այդ տվյալ գաղափարի մեջ։ Ձեր ասածը շատ 20-րդ դարի սկզբին մեծ տարածում էր գտել թե կոմունիստը, թե կոմունիստական կուսակցությունը, այդ ժամանակ նույնիսկ լիբերալիզմը մեծ որոշ երկրներում լիբերալիզմն էլ մեծ թափ էր առնում, բայց դրա հիման վրա ստեղծվեց այնպիսի գաղափարախոսություն, որպեսզի կանխեր կոմունիզմի տարածումը։ Դա միանշանակ այդպեսին է, բայց այստեղ ոչ միայն տարածվածության խնդիրն էր կանխելու, այլ նաև նմանվելու։ Քանզի այդ երկու գաղափարախոսությունը որքան որ տարբեր են, այդքան էլ նման են։ Տարբեր են
այն առումով, որ որոշակի դրույթներ կապված օրինակ մեկը համայնական հասարակության կողմնակիցն է, մյուսը անհատի ու կոնկրետ ազգի, այսինքն ազգայնականության կողմնակցող խոսքը ֆաշիզմի ու նացիզմի մասին։ Իսկ կոմունիստը հասարակության բարեկեցության այլ տարբեր այլ աշխատավորական կուսակցությունների աշխատավորական դասի մասին էր խոսում, այսինքն աշխատավորականներին առաջ քաշելու, իրանց անունից խոսալու, բայց ընդհանուր առմամբ փիլիսոփայական տեսանկյունից, եթե հաշվի առնենք, ապա ընդհանուր գաղափարախոսությունը, երբ որ ծնունդ է առնում, ինքը կեղծ կատեգորիա է, քանզի ստեղծում են քչերը, բայց այդ քչերի անունից խոսում են շատերի համար։ Այսինքն այն որ ասում էին գաղափարախոսությունը աշխատավորական կուսակցությունների աշխատավորական մարդկանց համար, իրականում դա մի խումբ մարդիկ են ստեղծել, որոնք հստակ ուղենշային ձևով թիրախավորում են աշխատավորական կուսակցություններին, որպեսզի իրանց գաղափարախոսությունը ավելի ընդգրկուն լինի, իրանց անունից ավելի հասկանալի լինի հանրության համար։ Փորձենք սահմանել այդ պահին 30-ական, 40-ական թվականներին ինչ գաղափարախոսություններ կային աշխարհում, հա, երևի թե այդպես ձևակերպենք, հաշվի առնելով, որ աշխարհը շատ ավելի կոմպակտ էր, եթե չեմ սխալվում, 73-74 պետություն կար այդ ժամանակ, որից ի դեպ 64-ը մտան պատերազմի մեջ, այսինքն դրա համար էր կոչվում համաշխարհային, ինչ գաղափարախոսություններ կային՝ կոմունիզմ, նացիզմ, Եվրոպան եւ ԱՄՆ-ն, եթե ես չեմ սխալվում, ժողովրդավար էին, չնայած մեզ մոտ դա կոչվում էին իմպերիալիզմ այն ժամանակ, հա, բուրժուազիան ինչ դեմքով էր հանդես գալի, երևի թե ժողովրդավարական փորձում էին։ Հա, կային այլ գաղափարախոսություններ։ Գաղափարախոսությունները այդ պետական մակարդակով չէին ռեալիզացվում։ Այսինքն չէին կարողանում, օրինակ սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ կային տարբեր երկրներում, որոնք որ ավելի շատ ձայներ էին ստանում հյուսիսային սկանդինավյան երկրներում, բայց դրանք չէին գործում հարավում, Եվրոպայի հարավում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, այնտեղ օրինակ Իսպանիայում արդեն մի փոքր տարբեր էր, արդեն ոչ ֆաշիզմ էր, ոչ նացիզմ էր, դիկտատուրա էր, որը անկախ ամեն ինչից մի տեսակ ուրիշ գաղափարախոսություն էր տիրում, հենց նույնը չէի կարող ասել Ֆրանսիայի մասին, Ֆրանսիան вообще ուրիշ ընդհանրապես տարբեր գաղափարներ էր տիրում, որը անհասկանալի էր այդ խնդրից ելնելով։ Ես ինչի համար եմ այդ հարցը տալիս, պարոն Նազարյան, որովհետև ես ուզում եմ հասկանալ այդ պահին ինչ գաղափարական հիմքեր կային, արդյոք կային գաղափարական հիմքեր, որոնք բերեցին երկրորդ համաշխարհայինին, արդյոք սա կոմունիզմի, նացիզմի առճակատում էր, արդյոք սա նացիզմի եւ ժողովրդավարության առճակատում էր, որովհետեւ ես գիտեմ, օրինակ նույն սովետական միությունը եւ նացիստական Գերմանիան պատերազմի ժամանակ շատ ակտիվ այդ գաղափարախոսական աշխատանքը տանում էին, ոչնչացնում էին իրար գաղափարախոսական մակարդակով, հա, ծաղրի ու ծանակի էր ենթարկում կոմունիզմը, կոմունիստները ծաղրի ու ծանակի են ենթարկում նացիստներին եւ նացիզմը որպես գաղափարախոսություն։ Փորձենք նաեւ խոսել այդ մասին, թե գաղափարախոսությունը ինչ դեր խաղաց այդ պատերազմի ծագման բնության մեջ։ Ընդհանրապես ցանկացած խնդրին անդրադառնալով պիտի առաջին հերթին կենտրոնանալ գաղափարական տիրույթին։ Այսինքն տեսական հիմքը, գաղափարական, այդ տեսական հիմքը տալիս է որոշ հարցերի լիարժեք բացատրություն։ Օրինակ այն հարցը, թե օրինակ եթե նացիստական Գերմանիան չարձակվեր խորհրդային միության վրա, արդյոք խորհրդային միությունն էր արձակվելու նացիստական Գերմանիայի վրա, գաղափարական տիրույթով դա կարելի է բացատրել մի քանի հանգամանքից ելնելով, օրինակ առաջին հանգամանքներից նաև որ հենց բուն
ֆաշիստական նացիստական Գերմանիայում գաղափարախոսական այդ հենքի վրա ձևավորված հիմնային մտայնությունը նրանում էր կայանում, որ նրանք ուզում էին տարածվել, այսինքն պայքարում էին բարբարոսների դեմ, անհավատների, այսինքն մշակույթ ոչնչացողների, որոնք արժանի չէին ունենալ պետականություն, տարածք եւ մշակույթ իրենց կարծիքով։ Բացի այդ, հենց նույն Հիտլերի գրքում նշված է, որ նրանք ցանկանում են Մայնկամփում նշած է, որ մենք գնալու ենք դեպի արևելք, այսինքն արևելք տարածվելու միտումը արդեն իսկ կար։ Նույնը կարելի է ասել կոմունիզմի ու սոցիալիզմի մասին, խորհրդային միության մասին, որը իր գաղափարախոսությամբ, իր ամբողջ կազմով, մտածողության ամբողջ գաղափարախոսական տիրույթով ձգտում էր, որպեսզի տարածվի կոմունիստ, այսինքն այդ գաղափարը տարածվի ամբողջ աշխարհում, խոսքը գնում է, բայց դրա փորձերը արդեն իսկ առկա էին մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Իսպանիայի հետ կապված եւ տարբեր այլ տարածքներ, որտեղ որ կոմունիստները նույնիսկ մերձավոր արևելք էին փորձում տարածվել, այսինքն այն հարցը, որ ով էր հարձակվելու, եթե ինքը չհարձակվեր, դա արդեն գաղափարախոսական հենքից ելնելով կարող ենք ասել, որ երկուսն էլ պատրաստ էին պայքարել իրենց գաղափարը տարածելու համար։ Ուզում եմ նաև նշել այն փաստը, որ մինչև այդ իրար վրա չհարձակվելու 1939 թվականին, երբ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, այդ համաձայնությունը եկավ, դա իրականում երկուսն էլ հասկանում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում։ Այսինքն իրանք ուզում էին շահել այն ժամանակը, որպեսզի կարողանան հստակ իրագործել իրանց նպատակադրված ցանկությունը ընդարձակվելու։ Դա էր պատճառը, որ դա թույլ տվեց, այդ համաձայնությունը թույլ տվեց, որպեսզի մի քայլ ավելի մոտ գնան դեպի իրանց իրագործված նպատակին։ Մի կողմից ԽՍՀՄ իր տիրույթից էր ընդլայնում, որպեսզի մոտիկանար Գերմանիային, նացիստական Գերմանիային, եւ նացիստական Գերմանիան ուզում էր ապահովել իր հետակա քայլերը, որ մոտիկանան դեպի խորհրդային միության սահմաններ։ Իդեպ կա պատմագրության մեջ, ինչու ոչ միայն պատմագրության, կարծիք, որ այդ գաղափարախոսությունը շատ ավելի կարևոր էր Վլադիմիր Լենինի համար, որը պատրաստ էր ամբողջ ԽՍՀՄ Սովետ Ռուսաստանը զոհաբերել ոչնչացնել, մեն ամբողջ աշխարհում լինի համաշխարհային հեղափոխություն, այսինքն իր համար դա շատ կարևոր էր։ Իր համար ես դա այդպես եմ ընկալում, երբ որ այդ գործերը կարդում եմ, ընդհանրապես սովետական միությունը եւ ռուս բոլոր ժողովուրդները, որոնք ապրում էին այդ տարածքում, ընդհանրապես պլացդարմ էին այդ համաշխարհային հեղափոխություն անելու համար, եւ հետո երբ որ եկավ Իոսիֆ Ստալինը տեղի ունեցավ փոխակերպում եւ նա սկսեց ավելի շատ կառուցել կայսրություն, հա, Ռուսաստանի ԽՍՀՄ-ի շուրջ կայսրություն, այնքան էլ հեղափոխությունը անցավ երկրորդ պլան։ Այդպիսի կարծիք կա, ես չգիտեմ դա իրականություն է թե ոչ։ Կուզեի ձեզ հարցնել, դուք ինչպես եք կարծում, եւ եթե դա այդպես էր, սրանից շատ բան է կախված, որովհետեւ եթե նա Լենինյան գաղափարախոսության շարունակողներ միանշանակ, ուրեմն դա մենք կարող ենք ընկալել, որ իրոք ԽՍՀՄ պատրաստվում էր այդ էքսպանսիային։ Եթե ոչ, մենք կարող ենք ընդունել, որ ԽՍՀՄ ավելի շատ պաշտպանվում էր, հա, նացիստական Գերմանիայից եւ Հիտլերից, այսինքն նացիզմի էքսպանսիայից։ Սա կարևոր հարց է, ինձ այդպես է թվում, խնդրեմ։ Իրականում հարցը շատ բարդ ու բազմաշերտ է։ Պետք է անդրադառնալ նախ Ստալինի կերպարին, երկրորդը Լենինը որպես ուսումնասիրված գաղափարախոս տարածող, երրորդը պետք է ուսումնասիրել ժամանակի կարևորությունը։ Այսինքն
ժամանակը մեծ դեր ունի քաղաքականությունն իրականացնելու մեջ։ Ես կարող եմ բարձրացնել հարցը շատ հստակ։ Ինչով է Ստալինը տարբերվում Լենինից։ Ըստ իս առաջին բնորոշումը տարբերության, որ կարող ենք մատնանշել, դա գաղափարախոսության կրելու ու անհատականության ցույց տալու մեջ է։ Լենինը ավելի շատ գաղափարական, տեսական գաղափարական կրող անձնավորություն էր, իսկ Ստալինը ավելի շատ լիդեր, որ օգտագործում էր այդ գաղափարը։ Այսինքն Լենինը տեսական մտածողության մարդ էր, գաղափարի տարածման, կարևորության, իսկ Ստալինը հստակ այդ գաղափարը ինքն իրեն օգտագործելու։ Ինչ նպատակով։ Հիմնապես կայսրության պահպանման ու տարածման մասին խոսքը։ Ուրիշ նպատակադրություն չկար։ Կոպիտ ասած Կոմինտերնը Ստալինի ժամանակ եւ Կոմինտերնը Լենինի ժամանակ դա տարբեր բաներ են։ Բացարձակ տարբեր են։ Այս է ճիշտ։ Նույնիսկ եթե քաղաքագիտական տեսանկյունից դիտարկում իրականացնեք, ոչ միայն Ստալինի ու Լենինի տարբերությունը կարող ենք հասկանալ։ Համեմատական քաղաքագիտության մեջ նույնիսկ եթե խորքային ուսումնասիրություն կատարենք, Խրուշչովի Ստալինի մեջ էլ տարբերություններ կարող են։ Ու այդպես շարունակ, երբ որ այդ ամեն ինչը տարածվում է, մեծ անդունդ է առաջանում Գորբաչովի Ստալինի միջև, որպես մարդիկ, ովքեր որ Խորհրդային Միության ղեկավարել են։ Այսինքն ժամանակահատվածը ամեն ինչ փոխակերպում է, փոխաձևում է, ձևավորում է, իսկ քաղաքականության իրականացման համար ոչ միայն ներքին խնդիրների լուծումն է կարևոր, այլ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեջն է կարևոր։ Այսինքն այդ ամենը իրականում ձևավորը, օրինակ ես կարող եմ մատնանշել, որ Ստալինը ավելի շատ ձևավորվեց որպես երկրորդ համաշխարհային պատերազմի կերպար։ Այսինքն որևէ մեկը չէր կարող ասել ինքը ինչպիսի լիդեր կլներ, եթե երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենար։ Պատերազմը վերաձևեց իր կերպարը, իր գաղափարախոսությունը, իր անհատականությունը, ամրապնդեց։ Կարելի է իհարկե ամրապնդեց։ Եթե հաշվի առնենք, որ ինքը ամբողջությամբ փոխվեց, ամրապնդվեց այն առումով, որ մինչև այդ 37 թվականում հայերի կոտորածի հետ կապված, մեր գրողների հրապարակախոսների 37 թվական, դրանից հետո մեղմեց ներքին մեղմացություն կար երկրների ազգերի միջև, ինչը չէր ասի արտաքին աշխարհում ինքը ավելի շատ փորձում էր իրեն վերագրել երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակ։ Նորից վերադառնանք պատերազմին եւ նրա պատճառներին, ինձ մոտ տպավորություն է ստեղծում, սա ուղղակի տպավորություն է, որ գիտական հենք չկա, որ պատերազմի նախաշեմին 30-ականների վերջին Արևմուտքը, երբ որ մենք ասում ենք Արևմուտք, նկատի ունենք Անգլիա, Ֆրանսիա, ինչ որ առումով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, փորձում էին անել այնպես, որպեսզի Գերմանիան հարձակվի սովետական միության վրա։ Այսինքն նացիզմը եւ կոմունիզմը մտնեն պայքարի մեջ, իրենք էլ կողքից օգտագործեն դա։ Ստալինը փորձում էր անել այնպես, որպեսզի Հիտլերը հարձակվի Անգլիայի վրա, Ֆրանսիայի վրա, Եվրոպայի վրա, եւ ինքն էլ այնպես ինչպես դա եղավ Լեհաստանի դեպքում, մտնի եւ իր հալալ կեսը ստանա, հա, Մերձբալթյան հանրապետությունները 40 թվականին հիշենք։ Հիտլերը ինչ էր ուզում այդ դեպքում։ Այսինքն ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ Հիտլերին բոլորը փորձում էին օգտագործել եւ վերջում ստացվեց այնպես, որ տուժեցին բոլորը, սկզբից տուժեց Արևմուտքը, այսինքն այն քաղաքական ուժերը, հա, դեմոկրատները, ժողովրդավարները, այսպես կոչված, որոնց մենք այն ժամանակ անվանում էինք իմպերիալիստ, եւ հետո տուժեցին կոմունիստները, այսինքն ԽՍՀՄ, Հիտլերից բոլորը տուժեցին եւ վերջում իրենք հասկացան, որ այլ կերպ հնարավոր չէ, միացան
եւ նացիզմը ջախջախեցին։ Սա իմ տեսությունն է, ես այսպես եմ տեսնում, միգուցե պրիմիտիվ է դա, ես պատմաբան չեմ, մասնագետ չեմ, խնդրեմ ձեր կարծիքը մասնագիտական։ Արևմուտքի դերակատարությունը երկրորդ համաշխարհային պատերազմում, եթե չափազանցություն չլինի, ամենակարևորն էր։ Եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք, որ իրենք կարծես թե ձեռքը պուլսի վրա են պահում, հասկանալու ինչ է իրականում կատարվում, որպեսզի իրանք երբեք չտուժեն ու հաղթանակած դուրս գան։ Հենց էր ասած խնդիրը, որ փորձում էին օգտագործել, նրանք արդեն իսկ օգտագործեցին։ Հիտլերը։ Քանի որ օգտագործեցին այնքան, որքան որ անհրաժեշտ էր ու որքան որ թույլատնելու էր ԽՍՀՄ-ի դիրքերը, իրենք կարողացան ԽՍՀՄ-ի օգնությամբ ջախջախել, բայց ԽՍՀՄ-ի ոչ թե օգնությամբ ջախջախել, այլ միջոցով։ Այսինքն իրանք փորձում էին հստակ քաղաքականություն իրականացնել, նույնիսկ Ֆինլանդիայի պարագայում կարող ենք հստակ օրինակներ բերել, որտեղ որ Ռյուտին Ֆինլանդիայի նախագահն էր այդ ժամանակ, 40 թվականի մասին ենք խոսում մենք։ Ֆինլանդիայի նախագահն ինքը արևմտյան կողմնորոշում ուներ։ Ու արևմտյան կողմնորոշում ունենալով ինքը գնում էր այնպիսի քայլերին, ինչպիսին որ անհրաժեշտ էր իր պետականությունը պահպանելու համար։ Ինքը 39 թվականին, երբ տեղի ունեցավ Ֆինլանդիայի պարտությունը, խոսքը ձմեռային պատերազմի մասին, այդ ժամանակահատվածում ինքը փորձում էր ավելի շատ վերանվաճել այն տարածքները, որը որ կորցրել էր, որը որ Խորհրդային Միությունը պահանջել էր 39 թվականին եւ իրենց կողմից մերժվել էր, բայց հետո արդեն Խորհրդային Միությունը կարողացել էր որոշակի պատերազմի արդյունքում հասնել։ Վիբորգը քաղաքի տիրույնում, որը միջև հիմա էլ Ռուսաստանում է գտնվում, ինքը ամբողջությամբ ֆինական քաղաք է, մշակութային ամեն ձևով քաղաքը որպեսզի այդպեսին վերագրավելու փորձում էր վերանվաճել իր տարածքը, բայց երբ որ Գերմանիայի հետ կարողանում է դաշինք կազմել, Գերմանիան հստակ պայման է տնում Ֆինլանդիայի վրա, հենց Մաններհեյմը, գեներալ եւ Ռյուտին ընդունում են Գերմանիայի պահանջները նրա համար, որ մասնակցեն, այսինքն դաշինք են կազմում, որ մասնակցեն Խորհրդային Միության դեմ եւ իրանք համաձայնվում են, որը անհասկանալի էր արևմուտքի համար այդ պարագայում։ Չնայած այն դեպքում, որ երբեմն Անգլիան կարողանում էր ասել, որ համաձայնվի, երբեմն ասում էր, որ չէ, սա, այսինքն այդ կապը միշտ Ֆինլանդիայի հետ պահպանվել էր։ Արևմուտքի հետ խորհրդակցությունը տեղի էր ունենում։ Պետք է չմոռանալ, որպեսզի պետք է հստակ նշել, որ այդ ժամանակահատվածում Ֆինլանդիայի հյուսիսի միջոցով էր որոշակի օգնություն հասնում նաև Խորհրդային Միությունին։ Լենդ-լիզի մասին է խոսքը։ Այո։ Քանի որ դա երկաթգիծը արևմուտքից որոշակի ապրանքներ է տեղափոխում Խորհրդային Միության։ Այսինքն Ֆինլանդիան մի կողմից դաշնակից լինելով Գերմանիայի հետ պայքարում էր, մյուս կողմից չէր ուզում այնքան մխրճվել, որպեսզի հստակ չլինի կողմ։ Իսկ կողմ չլինելու համար ինքը բանակցություններ էր վարում թե Ամերիկայի հետ, պատահական չէ, որ 1941 թվականին Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների շրջանակում, Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Խորհրդային Միության բանակցությունների ժամանակ Ամերիկան նաև առաջ է քաշում Ֆինլանդիայի հարցը։ Առաջին անգամ Ֆինլանդիայի հարցը է առաջ քաշում։ Այսինքն, եթե մենք այսօրվա բառապաշարը օգտագործենք, մեր վարչապետ Փաշինյանի բառապաշարը, Ֆինլանդիան մեծ հաշվով վարում էր բալանսավորված քաղաքականություն։
Բայց շնորհիվ արմատյան հստակ կողմնորոշում ունեցող ղեկավարի, ովքեր որ հստակ բալանսավորված քաղաքականություն վարելով հստակ պետականությունը պահպանեցին։ Ինչը չէին կարող անել այլ պետություններ։ Ես կարող եմ մի քանի օրինակ նույնիսկ վերել, թե ինչպես էին իրանք Գերմանիային հստակ սխալցություններ տալիս, որ իրանք այո, այդ ժամանակ երբ որ դաշինք էին կազմում, թե ինչպես իրանք չեն կարող հարվածել Լենինգրադին, հա, հյուսիսից, քանի որ չունեն մարտականակ, չունեն զրահատեխնիկա եւ այլն, բայց իրականում ամեն ինչ չկար։ Կա երկու երկիր առնվազն, եթե ես ցանկը ես ամբողջական չգիտեմ, խնդրում եմ դուք ավելացրեք, Շվեյցարիա եւ Շվեդիա, որոնց հաջողվեց պահել նեյտրալիտետ չեզոքություն այս պատերազմում, ինչպես դա տեղի ունեցավ, դե Շվեյցարիան ընդհանրապես ունիկալ երևույթ է, 200 տարի է չի մասնակցում որևէ պատերազմում, ինչի հաշվին դա տեղի ունեցավ, միգուցե կան նաեւ այլ երկրներ, խնդրում եմ նշեք, ֆենոմենը որն է այս երկու երկրների։ Նախ ուզում եմ ավարտեմ ֆիննականի հետ կապված այդ հարցը։ Ֆիննականը շատ ունիկալ երկիր էր ու ինձ Հենրիխ Մեյնանդեր պատմաբան կա, ֆին, հա, պրոֆեսոր, Ֆինլանդիայի պատմություն գիրքը, ինչպես է նշում, թե ինչպես կարողացան երկրորդ համաշխարհային պատերազմում վերանվաճել իրենց պետականությունը։ Պետականաստեղծությունը եւ պետական մտածողության ձևավորումը որտեղ էր կայանում։ Մի քանի հարցադրումներ, որոնք այդ գրքում շատ էական են, նրանում էր, որ Ֆինլանդիան թեև ֆաշիստական նացիստական Գերմանիայի հետ փոխգործակցում էր որպես դաշնակից, բայց անհասկանալի էր այդ գաղափարախոսությունը տվյալ պետություն համար։ Նույնը անհասկանալի էր սոցիալիզմ, կոմունիստ գաղափարախոսությունը։ Այնտեղ ընտրությունները տեղին ունենում, կոմունիստները ամենացածր ձայներ էին ստանում։ Այսինքն դա կարևոր ցուցիչ էր, որպեսզի հստակ դիրքորոշում, այսինքն ազգայնականության ազգի ձևավորման համար մարդու ազգի տեսլականը կարևոր է պետության քաղաքականությունը ճիշտ վարելու համար։ Նաև մի քանի փաստ նշեմ, որ երբ որ տեղի ունեցավ արդեն 1942 թվականին 42 թվականին արդեն Գերմանիան սկսում էր պարտություն կրել, հա, ռազմաճակատներում 43-44 թվականին շատ ճկուն ձևով սկսեց Ֆինլանդիայում ուրիշ ընկալում տեղի ունեն, ուրիշ քաղաքականություն, նույնիսկ 44 թվականում արդեն պատվիրակություն էին ուղարկում, բանակցություններ վարում Ստալինի հետ։ Եվ այնտեղ ամենահետաքրքիր փաստերից այն է, որ Պասիկիվին, դրանից հետո, հա, Պասիկիվին իշխանության եկավ, նախագահ եղավ, ու ինքը շատ լավ հարաբերություն ուներ հենց Ստալինի հետ եւ կարողանում էր լեզու գտնել։ Այսինքն հստակ քաղաքականության շնորհիվ ճիշտ ներքին պայմանավորվածությունների ճիշտ աշխարհընկալումների ժամանակ կարողացան հստակ քաղաքականության շնորհիվ թույլ չտար, որպեսզի Խորհրդային Միությունը ամբողջությամբ գրավի, հա, վերանվաճի Ֆինլանդիա։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, այո, ձեր հարցին, ապա կարող եմ նշել, որ Շվեդիայում հենց սկզբից նշեմ, որ եթե չեմ սխալ 41 թվական տեղ ունեցավ այնտեղ խորհրդանական ընտրությունները, այնտեղ 4 կուսակցական համակարգ էր իշխանությունը, հա, 4 կուսակցական համակարգ տեղ ունեցած խորհրդանական ընտրությունների ժամանակ, բայց թագավորություն էր։ Հա, իհարկե։
խորհրդանական համակարգակցություն տեղ ունեցած խորհրդանական ընտրությունների ժամանակ 53.8% ձայն հավաքեց սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Կարծեմ առաջնորդը Հանսեն վարչապետ, որը հստակ դիրքորոշում ուներ չեզուկության եւ բալանսավորված քաղաքականություններ իրականացնում, թե Ֆինլանդիայի հետ շատ աջակցություններ ցուցաբերում, թե Ֆինլանդիային, թե Դանիային, թե Նորվեգիայում, Դանիայում Նորվեգիայի զինվորները վերապատրաստվում էին շատ անգամ հենց Շվեդիայում, իսկ երբ որ Գերմանիան հարձակվեց Դանիայի եւ Նորվեգիայի վրա, Դանիան իրեն կապիտուլյացիա հայտարարեց, Նորվեգիան պայքարեց, բայց նորվեգական թագավորը կարելի ասել տեղափոխվեց Մեծ Բրիտանիա։ Այդ ժամանակը Շվեդիան իրեն պահում էր բալանսավորված, թույլ չէր տալիս, որպեսզի Գերմանիան կարողանա իրականացնել այն խնդիրը, որը որ Նորվեգիայում էր իրականացնում։ Օրինակ շատ տարածված էր Վագրի նշանը, Վագրի նշանը այդ հասարակության մեջ Շվեդիայի հասարակության մեջ շատ տարածված էր այդ թվականներին, որը խորհրդանշում էր լռության ու հետևողականության, այսինքն լուր հետևելու, թե ինչա իրական կատարվում տվյալ ժամանակահատվածում եւ ամենակարևորն էր հզորության խորհրդանիշ, որպես հզորության նույնիսկ քարոզչական տիրույթում ընտրությունների ժամանակ հստակ նշվում էր, թե ինչքան հզոր ու ամուր հասարակություն ու բանակ ունի Շվեդիան, որը ի ցույց էր ուզում դնել այլ թե խորհրդային միության, թե այս դեպքում Գերմանիայում, որ մեզ վրա շատ թանկ է նստելու ձեր հարձակում։ Բայց այդ ամենից ելնելով Գերմանիան հստակ ճնշումներ էր գործադրում, ճնշումներից մի քանիսը կարող եմ նշել, ճնշումներից առաջինը հենց երբ որ Նորվեգիան գրավեց, նա ցանկանում էր, որպեսզի իր զինվորները արձակուրդ կան Գերմանիայում եւ Շվեդիայի տարածքով պետք է գային, նա դիմեց շվեդական թագավորությանը, որպեսզի թույլ տան եւ թույլ տվեցին։ Այսինքն դա որպես Գերմանիային հետ քայլ քաղաքականություն իրականացնելու համար։ Երկրորդը, երբ որ խորհրդային միության վրա հարձակում տեղի ունեցավ, հարձակման ժամանակ Գերմանիան նորից դիմեց Շվեդիային, որպեսզի թույլ տա իր զինվորները Նորվեգիայից տեղափոխեն ամբողջությամբ տեղափոխվեն գնացքով Ֆինլանդիա, այնտեղ իրականացնեն ռազմագործողություններ։ Դա երկրորդն էր, այդ երկրորդ պարագայում որոշակի հասարակական ու քաղաքական, ներքին քաղաքական տարաձայնություններ տեղի ունեցան թագավորի 4 նախարարների, կարծեմ 4 նախարարների եւ վարչապետի միջև, որոշները կողմ էին, որոշները դեմ էին եւ դա ի վերջո հանգեցրեց կոնսենսուսի։ Իսկ Շվեյցարիան համակցման Շվեյցարիայի պարական բացարձակ տարբեր է։ Մանավանդ ինչու Շվեյցարիան չկիսեց Ավստրիայի ճակատագիրը, չէ՞ որ այնտեղ էին մեծ հաշվով գերմանացիներ ապրում։ Շվեյցարիան հիմնականում այն տարածքներ, որը որ խնդիրներ էր առաջացնելու տվել պետության համար։ Խնդիրներ էր առաջացնում նախ իմ կարծիքով Շվեյցարիայում այնպիսի լանդշաֆտ, որ շատ լեռնային, շատ դժվար է իրագործել ռազմագործողությունները։ Տարբեր ստորաբաժանումների համար, տարբեր ազգ բանակ կոնցեպտը, որը այսինքն ստեղ Շվեյցարիայի պարակում ստեղծված է մի համակարգ, որը այլ պետությունների համար խնդրահարույց է։ Չեն գնում այնպիսի քայլի, որը անկախատեսելի է։
Հասկանալի է։ Եվ երևի թե վերջի հարցը պարոն Նազարյան, փորձենք ընդհանրացնենք մեր զրույցը։ Այսպես կառուցեմ այդ հարցը. Ինչ ընդհանրություններ հիմնական եւ ինչ տարբերություններ կան նացիոնալ սոցիալիզմի եւ կոմունիզմի միջև եւ այդ ընդհանրությունները եւ տարբերությունները ինչպիսի դերակատարում են ունեցել այդ պատերազմի որպես սկիզբ երկրորդ համաշխարհային կապված իրենց մասնակցության հետ իհարկե։ Դա եթե գաղափարախոսական տիրույթով դիտարկում իրականացնենք, մեկը աճ ծայրահեղ ցախ, հա, գաղափարանանք մյուս ծայրահեղ աճ եւ քաղաքագիտական տեսական գիտության մեջ այսպիսի բան կա, պայտի տեսություն կա, որ ծայրահեղ, այսինքն պայտը որպես այդպեսին, հա, մեջտեղ ծայրի մասերը մեկը աճ ծայրահեղ աճերն են, մյուսը ծայրահեղ ծախեր, իրանք ավելի մոտ են իրար, քան կենտրոնի հատվածում։ Այդ տեսանկյունից լիարժեքանում է, ամբողջանում է այն մտայնությունը, որ դրանք երկուսն էլ գրեթե կրում էին նույն բնույթը, իրենց արժեհամակարգային տիրույթով, նույնիսկ ֆունկցիոնալ ձևակերպումը կառուցվածքային տեսանկյունից իրանք բավական մոտ էին իրար։ Խոսքը միայնացան քաղաքականություն իրականացնելու հետ կապված, խոսքը սպորտային տարբեր միջոցառումների հետ կապված, նույնիսկ համակենտրոնացման ճամբա, հա, համակենտրոնացման ճամբանը, այսինքն իրանք այնքանով էին իրար մոտ, ինչքանով որ կառուցվածքային տիրույթ, նույնիսկ կառուցվածքային տիրույթով բավականին իրար մոտ էին, բայց իրագործվող քաղաքական տեսանկյունից ելներով կարող ենք ասել, որ իրենց մոտ հստակ նախանշվում էին հակասությունը այն բանում, որ մեկը հասարակական էր, հա, հանրության, մյուսը ազգայնական էր, այսինքն ազգայինը կարևորող, ազգայնականությունը կարևորող, իսկ մյուսը համավայրակ, այսինքն հանրույթին ավելի շատ հանրայնացված փոխգործակցության շրջանակներում իրագործվել, իսկ նույնիսկ այդ փաստից ելնելով, այդ գաղափարական հենքից ելնելով կարող ենք ասել ինչու այդպես տեղի ունեցավ ինչպիսի պատերազմներ տեղի ունեցավ Խորհրդային Միությանն ու նացիստական Գերմանիայի միջև, նույնիսկ ռազմագործողության շրջանակներում, երբ որ մի դեպքում կարևորվում էր զինվորի կյանքը, մյուս դեպքում չէր կարևոր։ Այսինքն մի կողմից երկու դեպքում էլ տոտալիտար գաղափարախոսություններ ինքը կրում, բայց տարբերությունը հսկայական էր սովորական զինվորին վերաբերվելու տեսանկյունից, օրինակ Խորհրդային Միությունում հրամանատարը միշտ ճիշտ է, հա, կարգախոսով էին հանդես գալիս։ Այնինչ Մանշտայն Ֆելդմարշալ գերմանացի, հա, Էրիխ ֆոն Մանշտայն, ինքը հանդես էր գալիս նրանով, որ մենք կարևորում ենք անհատականության եւ անհատի զարգացվածության մակարդակը, այսինքն անհատը կարող է նախաձեռնել ինքնուրույն, ինչը չկար Խորհրդային Միության ու սոցիալիզմի մեջ։ Մենք կարող ենք եզրակացնել, որ այդ երկու գաղափարախոսությունը դատապարտված էին մեծ պատերազմի, թե այստեղ կային նաև այլ հանգամանքներ, որոնք բերեցին այդ իրավիճակին։ Ես հասկանում եմ, որ կային, բայց գլխավոր պատճառը փորձենք դա էլ սահմանենք։ Նկատի ունեք կոմունիզմը եւ նացիոնալ սոցիալիզմը իրար հանդեպ, թե ընդհանրապես։ Իրար հանդեպ այդ պատերազմը ինքան խուսափելի էր, թե ոչ։ Միանշանակ։
Ես արդեն նշեցի, որ այդ գաղափարախոսության երկու գաղափարախոսության հիմքում էլ դրված էր տարածվելու։ Expansion։ Այո։ Expansionism։ Այսինքն եթե գաղափարախոսության հիմքում ընկած է այդ դրույթը, ինքը պետք է իրագործվել։ Վաղ թե ուշ դա լինելու։ Իհարկե։ Քանզի առանց իրագործելու հնարավորություն չկա, նույնիսկ կրոնի տեսանկյունից, կրոնը որպես գաղափարախոսություն, հա, ինքը ընդարձակվելու, տարածվելու հստակ քաղաքականություն, հա։ Այո։ Իրականացնում։ Նույնն էլ այս պարագայում, այս քաղաքական կուսակցությունները, քաղաքական գաղափարախոսությունները ունեին տարածվելու, բայց իրանք չհասցրեցին տարածվել մի պարզ պատճառով, քանզի արևմուտքը կարողացավ կոմպենսացնել իր ուժերը, ու այժմ արդեն երկուսն էլ չկա, մենք խոսում ենք որպես պատմական փաստեր։ Որպես ռուդիմենտների մասին։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Նազոյան, հետաքրքիր զրույցի համար։ Այսօր մենք խոսում ենք կարևորի մասին քաղաքագետ Արսեն Նազոյանի հետ, այսպիսին էր մեր այսօրվա հաղորդումը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։